Զաքարյան, երեկվա որոշումը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել։ Նախ արդյոք Վիոլան, երբ որ նման որոշում է կայացրել, քննարկել է կոմիտեի հետ գրաֆիկի փոփոխությունը։ Դուք տեղյակ եք եղել, ինչ հայտարարություն տարածել են։ Մեզ հետ համաձայնեցրած չի եղել։ Իսկ այդպես լինում է, որ ձեզ այդ կոմիտեի հետ չհամաձայնեցված գրաֆիկ են փոխում։ Դե փաստացի եղել է, տեսնում եք։ Բա ինչպես է գնահատում դա։ Դե տեսակ, ինչ որոշում կայացվեց։ Այսինքն այն հիմնավորումները, որ ներկայացրել էր Վիոլան, այդ որոշումը կայացնելիս չունեին հիմքեր, այսինքն այդ պաուստային, այդ ջրային ռեսուրսների հետ կապված տվյալները եւ կորուստները, որ իրենք ասում են, դուք չեք տալիս իրանց, որ իրենք որոշում կայացնեն կամ չկայացնեն։ Երկու տարբեր բաների մասին ենք հիմա խոսում։ Տեսեք։ Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է։ Այսինքն Վեոլյան չի խափում։ Վեոլյանն ասում է նախապես, որ ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին ես 24 ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել։ Ինչ այդպես է, մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Հարցը հետևյալն է. այդ ջրանջատումների տևողությունը ինչպիսին պիտի լինի եւ մարզից մարզ Երևանի տարբեր թաղամասեր, փողոցից փողոց ինչպիսի փոփոխություններ են լինելու։ Մի հատ ավարտեմ, կներեք ավարտեմ։ Չէ, հակասություն ասեք։ Կարելի է ավարտեմ։ Հա, պարոն Ղալանքարյան, Կարելի է ավարտեմ։ Բայց եթե ճիշտ է Կարելի է ասում, ավարտեմ։ Վիոլաջուրը եթե ճիշտ է ասում, Թույլ կտաք ավարտեմ։ որ ձեր ասածը միջամտություն է եղել, եթե ճիշտ է մաղթել։ Թույլ կտաք ավարտեմ։ Շնորհակալություն։ Հիմա նույն ժամանակացույցը 3 փողոցների տարբերությամբ հրապարակվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Այսպիսի աղմուկ չի եղել, այսպիսի աժոտաժ չի եղել։ Այսինքն ընդամենը 3 հասցե է ավելացել։ 3 հասցեի փոփոխություն է եղել։ Որ հասցեներն են։ Մենք հիմա բոլորս հասկանում ենք, նախընտրական շրջանում ենք, նման թեմաները, այո, ոմանց կողմից օգտագործվում են, բայց մի բան հստակ է։ Վեոլյան ունեցել է պարտավորություն համաձայն կարգի հրապարակելու ժամանակացույցը, որը հրապարակել է։ Մեր խնդիրը Վեոլիայի հետ այս պահին այն է, որ այդ ժամանակացույցը մենք կարծում ենք, որ կարելի է լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ։ Այսինքն ժամերի փոփոխություն լինի, ռեժիմների փոփոխություն լինի, տարբեր բնակավայրերում կլինեն տարբեր փոփոխություններ։ Այսինքն մեկ այդ որոշումը կայացվելու է։ Հիմա դուք Թույլ տվեք ես ավարտեմ։ Տեսեք, կառավարությունը իր կողմից 3 եւս վերահաստատել է, որ նպատակային գումարներ է ուղղելու եւ քայլեր է ձեռնարկելու, որպեսզի լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան։ Նաեւ մենք այդ պլանները ունենք։ Հունիսի 7-ից հետո էլ է այդպես լինելու տրամաբանությունը։ Այսպես դες ասեմ, ծրագիր ունենք, որի գաղափարը հղացել են 3 տարի առաջ։ Ու իմ նշանակումից հետո մենք այդ ուղղությամբ շատ ռեալ, կոնկրետ քայլեր ենք արել, հիմա չեմ ուզում հայտարարել, թող լինի կհայտարարենք, փոփոխությունը որն է, տարբերությունը որն է, որ հաշվի առնելով խնդրի զգայունությունը, կառավարությունը փորձում է օգնել Վեոլիային, օգնենք ինքներս մեզ, քաղաքացիներին, ավելի լավ ռեժիմներով ջրամատակարարում ունենալ։ Ինչ ենք անելու դրա համար։ Ներդրումային ծրագրերը, որոնց մասին քիչ առաջ նաև ես խոսեցի հանձնաժողովի նիստում, այդ ներդրումային ծրագրերն ենք անելու կապիտալ աշխատանքները, ենթակառուցվածքների արդիականացման, թարմացման, նոր ջրաղբյուրներ ենք բերելու եւ նաև կարգավորումներում անելու ենք որոշակի փոփոխություններ, որոնք բերելու են ռեժիմի փոփոխության։ 2 շաբաթ մեզ ժամանակ տվեք, մենք կաշխատենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Վեոլիա ջուր ընկերության գործընկերների հետ եւ արդյունքների մասին 18-ից մինչեւ հիմա ինչքան ներդրում է արվել, պարոն Ղալանքարյան։ Շարունակվելու է Վեոլիա ջուրի 17 ժամվա ռեժիմը, որի մասին մենք խոսել էինք։ Մտահոգություն այդ է, այս ամեն ինչը փոփոխություններ եք փորձում անել, ավելի հեշտացնեք մինչեւ ընտրությունից, ընտրություններից առաջ իրենց հասածով կլինի։ Այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ, մենք կունենանք ժամերի ավելացում։ Ես դա ձեզ հավաստիացնում եմ։ Դուք շատ կարևոր բան եք ասում, շատ կարևոր հարց եք տալիս, իսկ միթե անցյալ տարի չի եղել։ Իսկ նախ իհարկե եղել է։ Չէ, ձեր հասցեում կարող է չի եղել։ Ժողովուրդ ջան, եկեք հերթով։
Եկեք հերթով, նայեք։ Ինչ է տեղի ունենում ամառվա պիկ սեզոնին։ Ջրամատակարարման առումով ինչու Երևանին ջուրը չի բավարարում։ Եկեք Դուք ասեք։ Այդ պարզ հարցերը մենք մեզ տանք, մի քանի պարզ հարց առաջարկեմ, թող մեր քաղաքացիները, մի վարքյան, թող մեր քաղաքացիները իրենց այդ հարցը տան, մենք էլ մեզ այդ հարցը տանք։ Օրինակ, միթե Veolia ընկերության, շահույթ հետապնդող ընկերության շահերից չի բխում ավելի շատ ջուր մատակարարել եւ ունենալ ավելի մեծ հասույթ, ունենալ ավելի մեծ շահույթ։ Իհարկե, մասնավոր ընկերություն է, որի շահերից դա բխում է։ Այսինքն, եթե Veolia-ն ջուր ունենա, ժողովուրդ ջան, այդ ջուրը կմատակարարի։ Թույլ տվեք։ Ես քիչ առաջ դա նշեցի ինչ է անում, ես քիչ առաջ դա նշեցի։ Կորուստները ինչքան են կազմում, պարոն Ղալամքարյան, կոնկրետ ինչքան են կազմում եւ որ ուղղություններով։ Որ ուղղություններով չեմ կարող ասել, միջինացված թիվ կարող եմ ասել, եթե չեմ սխալվում 45%։ Տարեկան 45%։ Հա, բայց տեսեք, ինչ է տեղի ունենում ամառվա ամիսներին։ Դե հարցը տվեցիք, սպասեք պատասխանեմ, էլի։ Ինչ է տեղի ունենում։ Դեպի Երևան մղվող ջրի մերձակայքում, այսինքն այդ խողովակաշարերի մերձակա գյուղերի բնակիչները, Երևանի բնակիչները, Երևանի արվարձանների բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով։ Դրա համար խմելու ջուրը չի բավարարում։ Բնականաբար շոկ եղանակ է, մարդիկ ավելի շատ են սկսում ջուր օգտագործել, այդ պատճառով ջուրը չի բավարարում։ Դա մի երևույթ է, որը նաև սրվել է կլիմայական փոփոխությունների հետևանքով։ Մենք այսօր Երևանում ունենք վերջին 5-6 տարվա կտրվածով 24% ջրի նվազում, հենց ջրաղբյուրներում, պատկերացրեցիք, չէ՞։ Միևնույն ժամանակ, սպասեք ավարտեմ, միևնույն ժամանակ ինչ ունենք Երևանում։ Երևանում ունենք նոր տնտեսվարողներ, տնտեսությունը աճում է, նոր տնտեսվարողներ ունենք կառուցապատման ահռելի բարձր տեմպ, ճիշտ է, ունենք նոր բաժանորդների շատ մեծ քանակ, 600 նոր բաժանորդ ունեցել ենք 2020 թվականին, 8700 նոր բաժանորդ ունեցել ենք 2025 թվականին։ Շրջան, բնությունը պիտի հաշվարկի, բնությունը, մենք այդ ջուրը չենք կարող, չէ, հորինել։ Բայց որ շենքեր են կառուցվում, չէ՞ կենթադրում, որ այդ խնդիրը կլիներ։ Ինչու միջևները չի արել, այս հիմայից հիմնավորումները դուք ասում միջամտել եք եւ ասում եք Մի վարքյան այս հարցին պատասխանեմ, հա, եթե կարելի է։ Չէ, բայց դուք հիմա թեվակում եք մի բան, որը Veolia-ն ներկայացրել է, բայց դուք միջամտել եք, որ դա չիրականացվի։ Հիմա ստացվում է, խնդիր է ստեղծվել, կառավարությունը հերոսաբար նախընտրական շրջանում փորձում է խնդրի լուծում տա։ Լավ, եկեք մի հատ ձեր հարցը մի պաուզայի վրա դնենք։ Տեսեք, ես ասում եմ ջրանջատումներ լինելու են, բայց չեն լինելու այն ռեժիմներով, որոնք որ հայտարարեց Veolia-ն։ Լինելու են ավելի լավարկված, բարելաված ռեժիմներով։ 2 շաբաթ մեզ ժամանակ տվեք, մենք դա կապահովենք։ Հիմա վերադառնալով ձեր հարցին։ Շաբաթը չէր կարող լինել մինչև Veolia-ի հայտը։ Նախապես ինչի չեք քննարկել, հայտարարեցիք, հետո ասացիք մենք կարող ենք։ Մենք չենք հայտարարել։ Հիմա խնդրում եմ թույլ տվեք հնչած։ Այսինքն կառավարության հետ չի քննարկվել, դա է խնդիրը։ Դուք հիմա եկել եք ներկայացնում եք պարոն Ղալամքարյան մի բան, որը նախապես պիտի իմանայիք, հիմա եկել եք ասում եք կառավարությունը լավ բան արել, միջամտել է, որ լավարկվի դա, բայց իրականում այդպես չպիտի լիներ։ Վերջացրեցիք։ Վերջացրեցի, բայց ձեր պատասխանել չի գոհացել։ Հիմա ինչ վերաբերում է տնտեսմանը։ Ես նշեցի հանձնաժողովի քննարկման ընթացքում Veolia-ն համաձայն իր վարձակալության պայմանագրի, մենք չենք գրել այդ պայմանագրերը, ժողովուրդ ջան, 15, 16, 17 թվականներին են գրվել։ Վերանայվում են, պարոն Ղալամքարյան։ Թույլ տվեք ավարտեմ։ Այ հենց վերանայել ենք, հենց հիմա դրա մասին եմ խոսում։ Համաձայն պայմանագրի Veolia-ն ունեցել է պարտավորություն, տարեկան սկսել է 1.5 միլիարդ, 1.7 միլիարդ, 2 միլիարդ, 2.5 միլիարդ, մինչև 3 միլիարդ ներդրում անելու տարեկան։ Բայց մենք հասկանում ենք, չէ, որ մեր մաշված ենթակառուցվածքների պայմաններում դրանք կաթիլ էլ չեն, կաթիլի կեսի կես են Հայաստանում։ Հիմա ինչ արեց կառավարությունը 2024-25 թվականներին։ Որոշում կայացվեց, որ այն գումարները, որոնք Veolia-ն վճարում է կառավարությանը, կառավարությունը վերադարձնում է Veolia-ին պայմանով, որ դրանք պիտի ներդրվեն ենթակառուցվածքների արդիականացման մեջ։ Եվ ի հավելումն այդ գումարների կառավարությունը իր կողմից նաև լրացուցիչ գումարներ, մոտավորապես նույն չափի գումարներ ուղղում են նորից ենթակառուցվածքների։ Այս պահին ջրային կոմիտեի, հենց ջրային կոմիտեի իրականացմամբ մենք ունենք 13 ենթածրագիր Հայաստանում, որից 3-ը մարզերում, 10-ը Երևանում։ Եվ Veolia-ի իրականացմամբ ունենք ծրագրեր էլի մարզերում եւ Երևանում։ Ես նշեցի, արդյունքում մենք 2 տարվա ընթացքում 22 միլիարդ դրամի
կապիտալ աշխատանքներ ենք իրականացնելու եւ դրանց շնորհիվ դրանց արդյունքում ունենալու ենք մոտավորապես 300 լիտր վարկյան խնայված։ Որպեսզի պատկերացնեք, մոտավորապես 70 լիտր վարկյանը դա 1 ժամ ջրամատակարարում է ամբողջ Երևանի համար։ Իսկ ասեք 18-ից մինչև այս պահը ինչքան ներդրում է իրականացվել, ինչքան ներդրում է արել։ Ունեմ թիվը, հիմա փորձեմ հիշել, մոտավորապես 200 միլիոն եվրոյի վճարում է արել Veolia-ն, որից հիմա ասեմ, մոտավորապես մի 15 միլիարդ դրամի ներդրում է արել։ Որպեսզի թիվը չսխալվեմ, հետո որ զանգեք, մենք հստակ թիվը կասենք, բայց մոտավորապես այդ կարգի գումարը։ Քանի ինչքան են կազմում այն հողատարածքներ, դուք ունեք թիվ, որոնց ոռոգումը իրականացվում է խմելու ջրով։ Այդ Երևանի արվարձաններ, Essent Market-ի կան այդպիսի տվյալներ։ Դուք Երևանի բնակիչ եք, չէ՞։ Այո։ Դուք երբևէ ականատես եղել եք, որ որևէ այգի ջրվի խմելու ջրով։ Հա, դե ոնց եք պատկերացնում, մենք բոլոր այդ տնամերձերը պիտի կարողանանք հաշվել։ Մենք տեսնում ենք երևույթը, մենք տեսնում ենք, որ ջուրը, որը պիտի հասներ Երևան, պիտի հասներ դիցու կենտրոն կամ արաբկիր, չի հասնում, ճանապարհին կորմ է։ Իսկ այդ խնդրի լուծման ուրիշ, այսինքն ինչ տարբերակներ կան, այսինքն այդ պարբերաբար կամ ամեն տարի կարող է շատանալ եւ ինչ որ մի պահի դառնալ կրիտիկական, այսինքն ինչ է արվում։ Այդ հարցը շատ լավ ու շատ կարևոր հարց եք տալիս։ Տեսեք, այդ հարցի մեղման համար, առնվազն մեղման համար մի քանի ուղղություններով աշխատում ենք։ Առաջինը փորձում ենք բարեփոխել հենց ոռոգման համակարգը, ոռոգման ենթակառուցվածքները նաև թարմացնել, որպեսզի ոռոգման ջուրը բավարարի եւ կարիք չլինի խմելու ջուր օգտագործել։ Սա մեկ։ Երկրորդը փորձում ենք նոր ջրաղբյուրներ հայտնաբերել եւ նոր ջրաղբյուրներից ջուր տեղափոխել Երևան։ Այս ուղղությամբ ունենք շատ կարևոր առաջընթաց, մի քանի ուղղություններով, ուղղակի ինձ կներեք, ես հիմա տեղանուններ չնշեմ, ծավալներ, եկեք ծավալները չնշեմ, չնայած ծավալները գիտեմ։ Դա էլ կնպաստի, որ մենք ունենանք թուլացում այս ճնշման։ Բայց մի բան էլ, որ հիմա ես ասեմ, դուք կարող ասեք, դե լավ, վարչապետն ասեց, դուք ասում եք, ժողովուրդ ջան, մեր վերաբերմունքը ջրին, մենք պիտի փոխենք, մենք պիտի, դա վերաբերում է թե ջրագողությանը, թե խնայողությանը։ Հիմա դուք ունեք պատկերացում, օրինակ այս ձեր ասած գործողությունների արդյունքում։ Մի բան էլ ասեմ, շարունակեք։ Այն դեպքերը, որ օրինակ ինձ ֆոտոներով Veolia-ն ուղարկում է, թե մեր հնարամիտ քաղաքացիները ինչ եղանակներով են միջամտում հաշվիչների գործողությանը։ Դա ամբողջ պետության եւ ընկերության խնդիրն է, թե մարդիկ ինչ որ անօրինականություններ են անում, պարոն Ղալամքարյան, դա այսինքն դա դուք վերաբերմունքից մոտեցումից եք խոսում, բայց այդտեղ ինչ որ մեթոդներ կան, որ պետք է կիրառվեն եւ համարենք, որ հասարակությունը կտրված է կառավարությունից, հասարակությունից, այդպես է ձեզ, ոչ, այդպես չէ։ Յուրաքանչյուրս անելու բան ունենք, ժողովուրդ ջան, մենք հարևանի ձեռը պիտի բռնենք, երբ որ տեսնում ենք հարևանը, ասենք ցայտ աղբյուրից իր այգին է ջրում։ Լավ, ես նայումները անդադար հոսում են ցայտ աղբյուրները եւ այդ հոսքը չեք դադարեցնում եւ փական չի դրվում։ Սա կառավարության խնդիրը չի, ձեր խնդիրը չի։ Դա մեր խնդիրն է, դա վարչապետի ուշադրության կենտրոնում է։ Հնարավորությունից եք խոսում այդ դեպքում ինչու այս հարցը։ Տվեք պատասխանեմ էլի։ Ցայտ աղբյուրների եւ այդ խմոցների խնդիրը բավականին ծավալուն խնդիր է, մենք նույնիսկ չենք պատկերացնում։ Թվերը ես ունեմ, դրանք հազարավոր են ամբողջ հանրապետությունով, բայց այստեղ մի քանի շերտ կա, եթե հարցը տալիս եք, թույլ տվեք պատասխանեմ։ Հիմա տեսեք, մենք ունենք պատմական արժեք ներկայացնող ցայտ աղբյուրներ, որոնց չենք ուզում դիպչել, դրանք Երևանի դեմքն են, չգիտեմ, Գորիսի դեմքն են, Սիսիանի դեմքն են եւ այլն։ Դրանց չենք ուզում դիպչել։ Դնելու մասին չէ խոսքը, ներողություն, փական դնելու մասին է խոսքը։ Հենց այդ է, տուրիզմի տեսակետից մենք չենք ուզում այդ վնասը հասցնել։ Միևնույն ժամանակ ունենք բազմահազար ցայտ աղբյուրներ եւ ինչ ենք արել։ Ժամանակին Veolia-ն դրել է փականներ եւ մարդիկ վնասել են։ Այդ թվերը ինձ մոտ կան 300-ից ավելի ցայտ աղբյուրի փականներ վնասել են, բայց մենք կանգ չենք առնելու, մենք գնալու ենք այդ ուղղությամբ։
Մենք գնալու ենք այդ ուղղությամբ եւ բայց հիմա այն մյուս շերտը եկեք նայենք։ Բազմաթիվ գյուղական համայնքներում եւ ոչ միայն գյուղական համայնքներում ցայտ աղբյուրները կատարում են ապօրինի ջրօգտագործման խողովակի դեր։ Այսինքն այն ջուրը, որը գալիս է վերջում դառնում է ցայտ աղբյուր, մինչև ցայտ աղբյուր դառնալը կան ապօրինի միացումներ։ Դրա համար մենք աշխատում ենք համայնքների հետ։ Մենք փորձելու ենք այս խնդիրը լուծել համայնքների հետ համագործակցելով։ Համայնքը պիտի պատասխանատու լինի ցայտ աղբյուրի եւ այդ ջրի չափման եւ այդ ջրի դիմաց վճարման համար։ Պարոն Ղալամքարյան, այսպեսի մի ընդհանրական դուք կորուստներից եք խոսում։ Տեսեք, մեր փորձագիտական շրջանակները ջրային ռեսուրսի կառավարման փորձագետները ասում են, որ Հայաստանը ջրային տեսանկյունից ինքնաբավ երկիր է եւ խնդիրը ընդհանրապես կորուստները ճիշտ վերահսկելու հետ կապված է։ Հիմա գուցե կառավարությունը, կոմիտեն, չգիտեմ, բոլորը կենտրոնանակ այդ կորուստները վերահսկելու եւ կորուստները վերացնելու հետ կապված, ոչ թե գրաֆիկ կազմեք, հետո այսպեսին վերջից գաք սկիզբ, այսպես ասած։ Եվ այո, եւ ոչ։ Տեսեք, Հայաստանը այո ունի ջրային ռեսուրսներ, բայց այդ ջրային ռեսուրսները արդյունավետորեն օգտագործելու համար բավարար չի միայն ցանկությունը։ Մենք պիտի ունենանք ենթակառուցվածքներ, որոնք չունենք կամ ունենք մասնակիորեն։ Եկեք ձեզ օրինակ ասեմ։ Ինչու չունենք, որովհետև մեր պետությունը այսօր նոր կարողանում է այդ ծավալի ներդրումներ անել։ Ես նշեցի պարտադիր կապիտալ աշխատանքները Veolia-ի հետ կապված, նշեցի 43 միլիարդի, ասենք թե ներդրում ջրամբարաշինության գործում։ Նույն այս ծրագիրը, որը ներկայացրեցի Համաշխարհային բանկի ֆինանսավորում, դա բանկային միջոցներ են, որ պետությունը վերցնում է, այսինքն մենք վերցնում ենք եւ ծրագրեր ենք իրականացնելու։ Հիմա տեսեք, մենք ունենք ջրային ռեսուրս, որը օրինակ հոսում է դրենաժով։ Ասենք թե ձկնաբուծարանների օգտագործած ջուրը, որը այն որակի է, որ մենք դա կարող ենք վերաօգտագործել, ճիշտ է։ Բայց վերաօգտագործելու համար մենք պիտի կառուցենք պոմպակայան այդտեղ։ Պոմպականից պիտի լինի խողովակաշար։ Այդ խողովակաշարը պիտի գնահասնի ֆերմերի հողատարածքներին։ Այնտեղ պիտի լինի բաշխի ցանց, պիտի լինի, չէ՞, այդ ամեն ինչը, պիտի լինի չափիչ սարք, պիտի լինի անձնակազմ, որը պիտի սպասարկի դա։ Ժողովուրդ ջան, դա sense կախարդական փայտիկով sense ճտոցով չի լինի։ Ճիշտ ուղղությամբ գնան։ Գուցե ներդրումները ճիշտ ուղղությամբ չէ, կամ փոշիանում են, կամ գնում են ոմանց գրպանը, գուցե ներդրումները ճիշտ ուղղությամբ չեն գնում։ Այսպես ասեմ, ներդրումների զգալի աճ մենք ունեցել ենք վերջին տարիներին եւ կունենանք 2026 թվականից սկսած եւ այս ծրագիրը, որ այսօր ներկայացրեցինք ազգային ժողովում, հենց դրա վկայությունն էր եւ այո ունենալու ենք որակական փոփոխություն։ Ես դա ձեզ հավաստիացնում եմ, ունենալու ենք որակական փոփոխություն։ Իսկ այսպես եթե ընդհանուր առմամբ ասենք, այսինքն հիմա ունենք այսպիսի իրավիճակ, որ ամեն դեպքում ջրամատակարարումների գրաֆիկային այդ բանը գործելու է եւ քաղաքացիները իմանան, որ շուրջօրյա ջուր չեն ունենալու։ Կլինեն հատվածներ, որոնք կունենան, կլինեն հատվածներ, որտեղ գիշերային որոշակի ժամերի անջատումներ կլինեն, բայց մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ դրա այդ անջատումները չլինեն գիշերվա 12-ից առավոտվա 7-ը, այլ օրինակ լինեն գիշերվա ենթադրենք 2-ից 5-ը։ Հիմա այն հասցեները, որոնք ժամերի հետ կապված օրենքի խախտում մի վայրկյան էլի։ Այո, մենք կպատրաստենք բարելաված ժամանակացույց։ 4 ժամի գրաֆիկ կա, դա օրենքի խախտում չի, կան համայնքներ, որ ջուրը լինելու է 4 ժամ։ Այդ համայնքները չեն սպասարկվում Veolia-ի կողմից։ Veolia-ի պայմանագրով մինիմալը 6 ժամ է։ Այսինքն խախտում, որևէ հասցեմ չկա 4։ Այդ համայնքները չեն սպասարկվում Veolia-ի կողմից։ Պարոն Ղալամքարյան, այսինքն ստացվում է, որ նախարարի երեկվա պնդումը, որ փոփոխություն չի լինում, ամեն դեպքում լինելու է ուրիշ գրաֆիկով։ Փոփոխություն չի լինում այն իմաստով, որ հայտարարված ժամանակացույցը ուժի մեջ չի մտնելու։ Այլ ժամանակացույց է ուժի մեջ։ Այո, ինչպես հայտարարել ենք, մենք կունենանք լավարկված, բարելաված ժամանակացույց։ Այսինքն լավարկվածը կարող է լինի ոչ թե 7 ժամ, այլ 6, հաշվի առնելով, որ դա այն շեմն է, որը Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք հասցնել մաքսիմում 4-ի։ Տեսեք, որպեսզի Չէ, բոլոր հասցեներում չէ։ Հասցեներ կլինեն, որոնք կունենան 24 ժամյա ջրամատակարարում։ Հասցեներ կան, որոնք ենթադրենք հիմա նշած է 21 ժամ, իրանք կհասցնենք 23-ի կամ 24-ի։ Էլի եմ ասում, աշխատում ենք 3 տարբեր ուղղություններով՝ նոր ջրաղբյուրներ, կապիտալ աշխատանքներ եւ կարգավորումներում որոշակի փոփոխություններ։ Այդ 3 ուղղություններով մեր աշխատանքները կբերեն նրան, որ
այդ մտահոգությունը, որ ունեն մեր քաղաքացիները, կփարատվեն։ Այսինքն մենք այդքան զգալի նեղություն չենք պատճառի մեր քաղաքացիներին։ Այն որ ժամի եթե դժգոհություններ լինի, նորից էլի, չգիտեմ, բնակիչները եւ այլն, կարող է մի հատ էլ միջամտեք նորից, ասենք դա էլ Եկեք բազային մի երկու բան նաեւ թող մեր քաղաքացիները իմանան։ Վեոլա ջուրը ըստ իր պայմանագրի 24-ժամյա ջուր ապահովելու պարտավորություն չունի։ Առավել եւս 2026 թվականին, 2031 թվականից 5 տարի առաջ։ Ես հասկանում եմ, որ մենք բոլորս ապրում ենք 21-րդ դարում, մենք հիմա ինձ լսողների մի զգալի մասը մայրաքաղաքի բնակիչներ են, հասկանում եմ, որ գուցե խորհրդային տարիներին ունեցել են 24-ժամյա ջրամատակարարում, բայց հիմա ունեն գործոններ, որոնք թույլ չեն տալիս, որ մենք ունենանք 24-ժամյա։ Հիմնականը կորուստն է, որի հարցը պետք է լուծել, ոչ թե դանել։ Լուծում ենք, նաև կորուստներն ենք կրճատում, այսպես ձեզ ասեմ, վերջին 5 տարիներին հասութագրվող ջրի ծավալը Վեոլիայի կողմից ավելացել է 62 միլիոն խոհանարդ մետրով։ Դա նշանակում է, որ անընդհատ process է, մենք անընդհատ չվճարվող թաքցված ջուրը բերում ենք, ստվերից հանում ենք, բերում ենք հասութագրման դաշտ։ Այդ process-ը անընդհատ process է, բայց Ժորժ ջան, ելի եմ ասում 25% 1/4-ով ունենք ջրերի նվազում հենց ջրաղբյուրներում։ Մենք չենք կարող դրա վրա աչք փակել, հասկանում եք, դրան ավելացրեք կառուցապատումների այս հսկա ծավալները, այս ահռելի արագ տեմպը, ավելացրեք նոր բաժանորդների ավելացած քանակները, այդ թվում նաև տնտեսությունը, ավելացրեք կլիմայի փոփոխությունը այն իմաստով, որ ավելի շոկ է լինում հիմա, եւ այո, մենք պիտի յուրաքանչյուրս հասկանանք, որ պատասխանատու ենք ամեն կաթիլ ջրի համար։ Պատասխանատու ենք, եկեք չփախնենք դրանից, կառավարությունը իր գործողությունների համար թող պատասխանատու լինի, բայց ես ուզում եմ, որ մեր յուրաքանչյուր քաղաքացին, այո, ծորակը փակի ատամ լվանալիս։ Չի ասել, որ եթե այսքան շենքեր են կառուցում, այսքան ջրային կոմիտեն, եկեք մի հարցելու ավարտենք։ Վիոլան չի դիմել ձեզ, այսինքն խորհրդատվություն կամ ահազանգի, որ եթե դուք այսքան շենքեր եք կառուցում, Իհարկե, բայց այդքան շենքեր եք կառուցում։ Ասել է, այո, իհարկե մենք չենք ահազանգել է։ կարողանալ ապահովել։ Այսինքն սա կառավարման խնդիր չի, այսինքն մարդիկ նայեք, Ժորժ ջան, մեր տնտեսության, մենք հիմա խոսում ենք մեր տնտեսության լոկոմոտիվներից մեկի մասին, չէ՞, կառուցապատումը մեր տնտեսության լոկոմոտիվներից մեկն է։ Այսինքն բայց եթե մարդը պետք է ապրի բնականաբար դա մեդալի հակառակ դե բա դրա համար էլ աշխատում ենք դե բա դրա համար էլ աշխատում ենք այն ուղղությամբ, որ դե տեսեք, մի հատ եկեք յուրաքանչյուրս մեզ հարց տանք։ Ձմռան ամիսներին այդքան շատ ջուր ունենք, այդքան շատ ավելցուկ ունենք ջրի ձմռան ամիսներին։ Ամռան ամիսներին մենք պիտի մեզ ձգենք։ Այո, մենք մեր կողմից կփորձենք բերել լրացուցիչ ջրաքանակներ, փորձում ենք, անելու ենք, կառավարությունը երեկ էլ հայտարարեց եւ ես ի պաշտոնե նաեւ լիազորված եմ հայտարարել, որ այո, մենք այդ ուղղությամբ բազմապատկված ջանքեր կներդնենք, կգտնենք, կբերենք, բայց սիրելի քաղաքացիներ, սիրելի լրագրողներ, եկեք մենք մեր անելիքն էլ էլի իմանանք, ընդունենք, որ մենք էլ ունենք անելիք։ Տեսեք հարևան Իրանում ինչ է կատարվում, տեսեք հարևան Թուրքիայում ինչ է կատարվում։ Մենք բախտավոր ենք այնքանով, որ ունենք այդ ջրային ռեսուրսը։ Եկեք հարգենք, սիրենք, փայփայենք այդ ռեսուրսը ու խնայողաբար վերաբերենք։ Շնորհակալ եմ բոլորիդ լավ։